գողջունեմ ձեզ մեր Տիրոջ և Փրկչին Քրիստոսի անունով և գխնդրեմ, որ այս դեսանյութը փորձեք մինչև վերջ մտիկ ընել և եթե կարելի է նաև տարածել։ Վերջերս թիմադեդրի վրա հանդիպեցա քրությամբ։ Բողոքական եղբայրը գրած էր, թե Մարիամ մեռավ, թաղվեցավ և անոր մարմինը որդերը գերան։ Եվ գարարգ է ըսելով, թե Աստվածաշունչ Մատյանի մեջ չէ գրված, թե Մարիամին մարմինը երկինք փոխադրվեցավ։ Այսպես ըսողը անշուշտ ինքզինքին գհագասե։ Սիրելի բողոքական եղբայր, դու գսես, թե միայն Աստվածաշունչին մեջ գրվածին գհավատաս։ Եվ քանի չէ գրված Աստվածաշունչին մեջ, թե Մարիամ երկինք փոխադրվեցավ, հետևաբար չես հավատար, որ երկինք փոխադրվեցավ։ Շատ լավ, քեզի ուղված հարցումը հետևյալն է. քանի Աստվածաշունչ Մատյանին անունով գխոսիս և քանի գսես, թե Աստվածաշունչ Մատյանին մեջ գրվածին միայն գհավատաս, ըսե ինձի, ուր գրված է Աստվածաշունչի մեջ, թե Մարիամ մեռավ, թաղվեցավ և անոր մարմինը որդերը գերան։ Աստվածաշունչին անունով գխոսիս, չէ՞։ Եվ գսես Աստվածաշունչի մեջ գրվածին միայն գհավատաս, միայն այդ գուսուցանես, շատ լավ, նորեն կգրկնեմ։ Ըսե ինձի, ուր գրված է Աստվածաշունչին մեջ, թե Մարիամ մեռավ, թաղվեցավ և մարմինը որդերը գերան։ Այդպիսի բան չէ գրված։ Ոչ միայն Աստվածաշունչին մեջ չէ գրված, թե Մարիամ մեռավ, թաղվեցավ և մարմինը փճացավ, այլև հայրերու մոտ այդպիսի բան չեն գտներ։ Ոչ մեկ հայր եկեղեցվո, ոչ մեկ հայր ըսած է, թե Մարիամ մեռավ և անոր մարմինը փճացավ։ Երբ դու այդպիսի արտահայտություն մգունենաս, հագասած գլաս Աստվածաշունչ Մատյանին և եկեղեցվո բոլոր սուրբ հայրերուն։ Ուրիշ կետնը, ծեր հիմնադիրը Մարտին Լութեր 16-րդ դար երբեք չսեր, թե Մարիամին մարմինը փճացավ։ Ճիշտ է, Լութեր չսեր, թե Մարիամ երկինք փոխադրվեցավ, վերափոխվեցավ անոր մարմինը, բայց նաև չսեր, թե անոր մարմինը փճացավ, քերեզմանի մեջ մնաց և որդերու գերագուր դարձավ։ Քանի ծեր հիմնադիրը Մարտին Լութեր այս մասին լուր է, դուք ալ լուր մնացեք։ Մարտին Լութեր լուր էր այս մասին, որովհետև Աստվածաշունչը լուր է։ Ուրեմն դուք ալ, որ կանարկեք Մարիամը, գսեք, թե մեռավ, թաղվեցավ և մարմինը փճացավ, դուք ալ լուր մնացեք, ծեր հիմնադիրին օրինակին հետևեցեք, լուր մնացեք։ Մարտին Լութեր գնդուներ Մարիամի հավերժական գուսությունը, դուք այդ ալ կմերժեք։
Ձեր հիմնադիրին ուսուցումին հագարակ գուսուցանեք եւ գսեք թե Հիսուսի ծնունդեն յետ Մարիամ եւ Հովսեփ ուրիշ որդիներ ունեցան, ասի առանցին նյութ է։ Մարտին Լութեր գսե թե Մարիամ Քրիստոսե հետո ամենաազնիվ կոհարն է քրիստոնեության մեջ, Քրիստոսե հետո Մարիամն է ամենաազնիվ կոհարը թանկագին անձը քրիստոնեության մեջ, ցեզի ամառալ այդպես է Մարիամ, ոչ, հստակ է որ ոչ, երբ այդպիսի նախատական բարերով գարտահայտվիկ Աստուծո մորը մասին։ Նույնիսկ Ջան Քալվինը ճիշտ է որ չխոսեցավ Մարիամի վերափոխումին մասին, բայց նաև չսավ, շատիր չսավ, թե Մարիամ մեռավ, տաղվեցավ եւ մարմինը պճացավ։ Ջան Քալվինը չի խոսիր Սուրբ Գույս Մարիամի մարմնին պճացումի մասին եւ գսե թե ինք լուր է, որովհետեւ Աստվածաշունչը այդ մասին լուր է, ուրեմն դուքալ բարձրալ գսեմ լուր մնացեք։ Սիրելիներ, եթե մենք գտնունենք թե Սուրբ Գույս Մարիամ երկինք փոխադրվեցավ, անշուշտ Աստվածաշունչ մատյանը նոր գդագարանը չենք առներ իբրև հիմ, որովհետև նոր գդագարանը այդ մասին չի խոսիր, իբրև հիմ ինչ կառնենք եկեղեցվո հայրերուն խոսքերը, վկայությունները եւ եկեղեցվո ավանդությունները։ Պողոս Արաքյալ երկրորդ Թեսաղոնիկեցիսի երկրորդ գլուխին 15-րդ համարին մեջ Թեսաղոնիկեցիներուն գսե գարչած մնացեք, կապված մնացեք այն ավանդության, որ դուք ինձ մե արի քրավոր տեպերանացի։ Արաքյալը ինքն է ասողը թե մենք պետք է ավանդությանց գարչած մնանք եւ սակայն դուք սիրելի փողոքականներ գմերժեք ավանդությունը։ Ավանդությունները, որում մասին գխոսի Պողոս Արաքյալ նոր գդագարանի մեջ չեն արձանագրված, անոր համար Արաքյալը գսե գարչած մնացեք այն ավանդություններուն, որ ինձ մեզ ստացա քրավոր տեպերանացի։ Եվ սակայն դուք ավանդությունները գմերժեք։ Մենք իբրև հիմ Աստվածաշունչը չունենք։ Հայրերու խոսքերն են, վկայություններն են մեր հիմը։ Քալով ցեզի դուք որ գսեք, լավ մտի գրեք, դուք որ գսեք Մարիամ մեռավ, թաղվեցավ, մարմինը փճացավ, ինչ բան ունիք իբրև հիմ, ինչ բանի վրա հիմնվելով այդպիսի բան գսեք, ձեր հիմնադիրները այդպիսի բան չեն ասած, Աստվածաշունչը այդպիսի բան չի ասած, եկեղեցվո հայրերը այդպիսի բան չեն ասած, եկեղեցվո ավանդությունը այդպիսի բան չի ասած, որ Մարիամ մեռավ, մարմինը փճացավ, ոչ հայրերը, ոչ ավանդությունը, ոչ սուրբերու վկայությունները, ոչ Աստվածաշունչը, ոչ ալ ձեր հիմնադիրները, դուք ինչի վրա հիմնվելով այդպես գսեք, Պարզապես որովհետև Աստվածաշունչի մեջ չէ գրված ասելով կնշանակե մեռավ, տաղվեցավ, մարմինը փճացավ։ Անոր համար այդպես գսեք, լավ չէ գրված նոր գդագարանի մեջ, որ Մարիամ ծնավ, ուրեմն չէ ծնած Մարիամ։ Չէ գրված, որ իր հորը մորը անունը Հովագիմ եւ Աննա էին, ուրեմն ծնողներ չէ ունեցած։
ամը որ չէ գրված նոր գդագարանի մեջ, չէ կրնար խեղաթյուրել, անոր վրա հիմնվելով ասել այդպիսի բան չի եղած ուրեմն։ Էսի, դե մենք վկայություններով վրա հիմնվելով գսենք, մի քանի հատ հիշեմ ցեզի, սիրելիներ։ Թիվ 1 Երկրորդ տարու հայր Երանոս Լիոնացի գխոսի Մարիամի եւ Քրիստոսի անբաժանելիության մասին։ Ճիշտ է, որ ուղղակիորեն վերապոխում բառը չի կործածեր, բայց երբ գսե որդին եւ իր մայրը Մարիամ անբաժանելի են իրենց ունեցած չափազանց մոդիգության մդերմության համար, գագնարգե խորքին մեջ վերապոխումին Մարիամ անբաժանել էր իր որդին, ոչ միայն իբրև հոգի, այլ նաև իբրև մարմին։ Թիվ 2 Չորրորդ տարու հայր Եփրեմ խուրի ասորի իր օրներկություններեն մեկուն մեջ Մարիամի մասին քրելով հետևյալը գսե. Քու սուրբ մարմինդ չափականեցավ, տուն երգինք փոխադրվեցար մեր դիրոջ մայրը, իր ուրիշ մեկ շարականի մեջ Եփրեմ խուրի ասորին գսե, խոսելով Մարիամի մակրության մասին գսե թե ան չեր գրնար, քերեզմանի մեջ մնալ Քրիստոսի հետ իր ունեցած մոդիգության համար։ Թիվ 3 Չորրորդ տարու հայր Սալամիսի, այլ խոսքով Գիբրոսի առաջնորդ Էպիֆանյուս իր քրություններուն մեջ ընդարձակորեն գխոսի աստվածամոր երգինք փոխադրվելուն մասին։ Թիվ 4 Վեցերորդ տարու հայր Գրիգոր Թուրսի նահատակներուն փառքը անունը գրող իր կորձին մեջ գխոսի Սուրբ Գույս Մարիամի երգինք փոխադրվելուն մասին եւ նույն կորձին մեջ գիհիշե այն ավանդությունը ըստ որուն Մարիամ երգինք փոխադրվեցավ։ Թիվ 5 Վեցերորդ 7-րդ տարերու հայր Անտրե Գրետացի իր քրի արած օրներկությանց եւ շարականներուն մեջ հստակ գերբով գխոսի Սուրբ Մարիամի մարմինի երգինք փոխադրվելուն մասին։ Թիվ 6 7-րդ 8-րդ տարերու հայր Քերմանոս Գոստատնու Բոլսեցի գխոսի աստվածամոր երգինք վերապոխումին մասին։ Թիվ 7 8-րդ տարու հեղինակ Հովանես Դամասկասցի գխոսի Մարիամի մարմինով երգինք փոխադրվելուն մասին իր քարոզներուն մեջ ընդհանրակ գերբով։ Թիվ 8 8-րդ տարու հայր Մոդեստոս Երուսաղեմացի գկրե Մարիամի ննչումին եւ երգինք փոխադրվելուն մասին իր մարմինով։ Թիվ 9 7-րդ տարուն Սերգիոս առաջին բաբ Սուրբ Գույս Մարիամին նվիրված 3 դոներուն գմիացնե 4-րդ դոմը Dormition of the Virgin, որ ննչումն է նախքան երգինք փոխադրվելը, բայց 9-րդ տարուն Լեո 4-րդ բաբը գուկա եւ աստվածամոր վերապոխումը անունով գփոխարինե
Dormition of the Virgin անունը։ Dormition of the Virgin անունը չի կործածեր, կսկսի կործածել Աստվածամոր վերափոխումը Լեո 4-րդ բաբը։ Թիվ 10-ը եւ վերջին օրինակները բազմաթիվ են։ 4-րդ, 5-րդ դարուն մենք ունենք կորցմը գոչված Transites Mariae եւ այդ կորցի մեջ մանրամասնորեն գխոսվի Սուրբ Գույս Մարիամի երկինք փոխադրության մասին։ Այս կանով գբավարարվիմ հիշեցնելով մեր փոխական եղբայրներուն թե Մարիամը անարքողը դեղ չունի երկնքի արքայության մեջ, դուք ցեզ մի խապեք, ուրիշը մի խապեք, գարելի բան չէ, որ դուք անարքեք Աստծո մայրը եւ Աստված ցեզ ընդունի իր արքայութենեն ներս։ Գարելի չէ անարքեք Քրիստոսի մայրը եւ Քրիստոս այդ բոլորը մեկ թիցկած ցեզ իր ներկայութենեն ներս, իր սիրո թակավորության մեջ ընդունի։ Սիրելիներ արտնցեք, ինչպես կարելի է Սուրբ Գույս Մարիամին մարմինը որդերու գերագուր թարնա, երբ ինք ծնունդված էր ճշմարիտ որդադունգին Տեր Հիսուս Քրիստոսի։ Ինչպես կրնա Մարիամին մարմինը փճանալ, զերուններու որդերու գերագուր թարնալ, երբ մարմին Աստվածը մարմին արած էր իր մարմինեն։ Ինչպես Աստված Մարիամին մարմինի մեջ ապրեցավ 9 ամիսներ, անոր մարմինի մեջ սնունդ ստացավ, անոր մարմինեն սնունդ արավ, անոր կյանքեն կյանք, շունչեն շունչ, արյունեն արյուն, ոգիեն ոգի, մեկ եղավ Մարիամի հետ, իբրև մարդկային բնություն, եւ դուք պիտի կաք համոզեք մեզ, որ Աստված Քրիստոս այդ բոլորը մորցավ եւ իր մորը մարմինը հողին թողուց որդերու գերագուր որբեսի դառնա։ Ես կաղոթեմ, որ Սուրբ Գույս Մարիամին հեսան, Սուրբ Հոգին, որուն հարսն է Մարիամ գսե ներսե շնորհալի հայրաբեդը եւ բոլոր հայրերը, Սուրբ Հոգին արտնցնե մեզ, գիտակցությամբ բերեցես, բանացեր հոգի աչքերը, մտքի ու սրտի աչքերը, ջաշակեք հանդեսեք Սուրբ Գույս Մարիամի քաղցրությունը, փարությունը, քորովը, կտարադությունը եւ անդրադառնաք թե այնքան անուշ, այնքան կտարած, քորովալից, քաղցր, սիլարիր, մայրմը մեծ չանարկվի, այլ պետք է բատվվի, հարկվի, մեծարվի։ Ձեզ կհրավիրեմ, որ ներողություն խնդրեք, Աստծո մորմեն Սուրբ Գույս Մարիամեն, դուք որ անարկած եք Սուրբ Գույս Մարիամը սիրելի բողոքականներ, ներողություն խնդրեցեք, որբեսի իր որդիին ներողամտության արժանի դառնաք։